Բարև ձեզ եւ բարի գալուստ update լրատվական։ Առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Ազգային ժողովի ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը փակ քվեարկության արդյունքներով ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնել է, որ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 53-ը։ Քվեատուփում եղել է 53 քվեաթերթիկ, որոնցից ոչ մեկը անվավեր չի համարվել։ Քվեարկությանը մասնակցած բոլոր 53 պատգամավորները կողմ են քվեարկել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Ավելի վաղ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու Վարդևանյանի թեկնածությանը։ Իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ասել էր, որ իշխող ուժը որոշել է ապահովել բավարար ձայներ, որպեսզի Արամ Վարդևանյանը ընտրվի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 53-ը։ Քվեատուփում առկա էր 53 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայների քանակը բաշխվել է հետևյալ կերպ. Արամ Վարդևանյան կողմ 53 դեմ 0։ Շնորհավորում եմ, պարոն Վարդևանյան։ Այսպիսով, պարոն Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Շնորհավորում ենք, պարոն Վարդևանյան, համեցեք։ Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որը առաջարկել էր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արտուր Խաչատրյանը վարման կարգով խոսք խնդրեց եւ հայտնեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշմանը, քանի որ 8-րդ գումարման խորհրդարանում Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անուրանալի ներդրում է ունեցել այս նախագծի ստեղծման, արծացման եւ ընդունման հարցում, ապա հույս հայտնեց, որ պատգամավորական էթիկայի կանոնները կապահովեն թե ձևով, թե բովանդակությամբ։ Վարման կարգով խոսք խնդրեց նաև ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, հայտարարելով, որ կողմ են քվեարկելու նախագծին, ապա 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Քվեարկության արդյունքների համաձայն 92 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն ընդունեց պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։ Հարգելի գործընկերներ, ուշադրություն, այժմ քվեարկելու ենք։ Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը եւ նախապատրաստվել քվեարկության։ Քվեարկության է դրվում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացրած պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 92 դեմ 0 ձեռնպահ 0 որոշումն ընդունվել է։ Եվ շարունակելով Ազգային ժողովի թեման, Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց խմբակցության անդամ Արուսյակ Ջուհակյանը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց 60 կողմ, 0 դեմ 15 ձեռնպահ ձայներով։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։ Հաշվի առնելով, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ունի 64 անդամ, ուժեղ Հայաստան խմբակցությունը 29 անդամ, իսկ Հայաստան խմբակցությունը 12 անդամ, նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել հաշվի առնելով գործնականում այդ հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Շարունակենք թողարկումը։
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ շնորհավորել են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ վարչապետ եւ Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը եւ փոխվարչապետ նախագահական դատարանի ղեկավար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի որոշմամբ վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Արտաշես Թումանյանը վարչապետի խորհրդական նշանակվել էր 2021 թվականին։ Այսօր եղել են նաև մի շարք նշանակումներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի որոշմամբ Հայկ Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Բարձր պաշտոններում շարունակվում են արտերկրի հեղինակավոր բուհերն ավարտած մասնագետների նշանակումը։ Նրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի կոչին հետևելով դիմել էին ներառվելու կառավարության կադրային բանկում։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նոր փոխնախարարը ավարտել է Բրիստոլի համալսարանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահան Միսակյանն նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։ Վահան Միսակյանը Երևանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում ճարտարապետի որակավորում ստանալուց հետո կրթությունը շարունակել է Կոլումբիայի համալսարանում, քաղաք Նյու Յորք, ԱՄՆ, ստանալով մագիստրոսի աստիճան 2 մասնագիտություններով, եւ նույն որոշմամբ Շահանե Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել, ձերբակալվել է 6 անձ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արամ Մկրտչյանը 1996-ից 2021 թվականներին հանդիսանալով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը եւ վերջինիս եղբորորդին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար ՆՄ-ն, համայնքապետարանի աշխատակիցների եւ աճուրդային հանձնաժողովի անդամների հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ 2016-ից 2019 թվականների ընթացքում փաստացիչ իրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր կազմելով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի եւ գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր շուրջ 228 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողեր նոտարել են իբրև այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց, ինչի հետևանքով առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին։ Համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Վերջիններս ձերբակալվել են նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։ Հիշեցնենք, խոսքը նախկին պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր Արամ Մկրտչյանի մասին է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից սկսել է թիրախային վերահսկողությունը սննդամթերքի առաքման ոլորտում։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ վերջին 1 շաբաթում իրականացված վերահսկողական լայնածավալ միջոցառումները, որոնց ընթացքում ստուգվել է առաքում իրականացնող անձանց սանիտարական գրքույկների առկայությունը, դրական արդյունքներ է գրանցել։ Ստուգված 237 առաքիչներից սանիտարական գրքույկ չեն ունեցել միայն նրանք, որոնք սննդամթերքի առաքում չեն իրականացնում։ Սննդամթերքի առաքման համար նախատեսված հավելվածների ուսումնասիրությամբ այդ առաքիչների նույնականացում որպես սննդամթերք տեղափոխողների չի արձանագրվել։ Համաձայն սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի, սննդի շղթայի ցանկացած փուլում ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական եւ պարբերական բժշկական զննությունների եւ ունենա անձնական սանիտարական գրքույկ։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին եւ Դանիայի վարչապետը հրապարակել են համատեղ փաստաթուղթ, կոչ անելով խստացնել միգրացիոն վերահսկողությունը։ Դեպի Եվրոպա միգրանտների մուտքի հարցը վերջերս հայտնվեց քաղաքական բանավեճերի կենտրոնում։ Նախ իսպանական Սեուտա քաղաքում տեղի ունեցած ճգնաժամի եւ դրան հաջորդած Մադրիդի եւ Ռոմի միջև սահմանային լարվածության, իսկ այնուհետև Գերմանիայի կառավարության պահանջի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով,
որով Իտալիայից պահանջվում էր հետ ընդունել այն միգրանտներին, ովքեր թերակղզին օգտագործել էին որպես ցատկահարթակ դեպի եվրոպական այլ երկրներ հասնելու համար։ Միջազգային այլ գլխագրերի առաջարկում եմ ծանոթանալ տեսանյութով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանում նոր ռազմական գործողություն սկսելու փոխարեն պատրաստ է մեծացնել Թեհրանի վրա տնտեսական ճնշումը։ Օգոստոսի 8-ին Իսլամական Հանրապետությունը հրապարակել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման պահանջների ցանկը։ Ըստ Թրամփի, ԱՄՆ ռազմածովային շրջափակումը վատթարացրել է Իրանի տնտեսական ճգնաժամը եւ այն չունի իր զինծառայողներին վճարելու համար միջոցներ։ Օգոստոսի 8-ին Թեհրանը պահանջել է, որ Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները եւ փոխհատուցում վճարի ԱՄՆ զինվորականների կողմից հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը Սպիտակ տնից երաշխիքներ է պահանջել, որ Իրանը այլևս երբեք չի ենթարկվի ԱՄՆ-ի սպառնալիքներին։ Մյուս պայմանների թվում են ԱՄՆ զորքերի դուրսբերումը տարածաշրջանից, իրանական նավահանգիստների ծովային շրջափակման վերացումը, պատժամիջոցներից հրաժարվելը, ակտիվների ապասառեցումը եւ Իրանին հասցված հարվածների դիմաց փոխհատուցումը։ Բացի այդ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը պահանջել է դադարեցնել Իրանի դաշնակիցների դեմ ագրեսիան Լիբանանում, Պաղեստինում, Եմենում եւ Իրաքում։ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի զինված ուժերը օգոստոսի 17-ից 27-ը կանցկացնեն ամենամյա լայնածավալ զորավարժություններ։ Այս զորավարժություններն ամրապնդում են դաշնակիցների, Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ պաշտպանունակությունը, ներառյալ բոլոր ոլորտներում համատեղ եւ զորատեսակների միջև գործողություններ իրականացնելու հնարավորությունը։ Դաշտային զորավարժությունների ստույգ թիվը չի հայտարարվել։ Տեղական հրատարակությունների տվյալներով դաշնակիցները նախատեսում են անցկացնել 14 նման մարզում։ Անցյալ տարի դրանք 39 էին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկական առումով համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Անադոլու գործակալության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում։ Սա իսկապես պատմական օր էր։ Նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի ղեկավարությամբ իրականացվող արտաքին քաղաքականության շրջանակում կան մի շարք առանցքային նպատակներ, որոնց հասնելու ուղղությամբ մենք երկար տարիներ աշխատել ենք։ Մենք ականատես եղանք դրանցից մեկի իրականացման հետ կապված իրադարձության, նշել է Հական Ֆիդանը, անդրադառնալով օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագրին։ ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածը նախատեսում է հավաքական պաշտպանության սկզբունքը, համաձայն որի դաշինքի անդամներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամների դեմ։ Իսպանիայի Սեուտա քաղաքի հազարավոր բնակիչներ միացել են ցույցին, իշխանություններից պահանջելով արձագանքել ծանր իրավիճակին, որը ստեղծվել է ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային ներթափանցումից հետո։ Ակցիան անցկացվել է օգոստոսի 9-ի երեկոյան հրապարակներից մեկում։ Ըստ կազմակերպիչների հաշվարկների ցույցին մասնակցել է մոտ 10,000 մարդ։ Ոստիկանությունը հավաքվածների թիվը գնահատել է մոտ 5,000։ Ի թիվս այլ բաների ակցիայի մասնակիցները վանկարկել են կարգախոսներ, կոչ անելով հրաժարական տալ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին։ Հիշեցնենք, որ հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ կարողացել էին հասնել Իսպանիայի ինքնավար քաղաք Լոգալով, ինչպես նաև ոտքով շրջանցելով Ալեհատը, որը քաղաքը բաժանում է Մարոկոից։ Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել էր ներգրավվել զինվորականներին բնակավայրում անվտանգության ապահովմանը օգնելու համար։ Իսպանիայի կառավարության վարկածով Սեուտա է ներթափանցել մոտ 72,000 միգրանտ, որոնցից մոտ 70,000-ը արդեն վերադարձել է Մարոկո։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4335-ի, վիրավորվել է 12277 մարդ։ Իսրայելական ուժերը օգոստոսի 10-ի առավոտյան կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի բնակավայրերի ուղղությամբ։ Նշվում է, որ իսրայելական ուժերը գիշերը նաև գնդակոծել են երկրի հարավում գտնվող Ալ-Մանսուրի բնակավայրը։ Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Լիբանանը ներքաշվել է մերձավոր արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ Հեզբոլահը ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։
Իտալիայի Սիցիլիա կղզու արևելքում գտնվող Կատանիայի օդանավակայանում օգոստոսի 10-ին չեղարկվել են ժամանող չվերթները Էթնա հրաբխի նոր ժայթքումից առաջացած մոխրի ամպի պատճառով։ Սիցիլիայի արևելյան ափին գտնվող Էթնան աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից է եւ հաճախ խափանում է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը։ Կատանիայի օդանավակայանը կղզու գլխավոր օդային հանգույցն է եւ ուղևորահոսքով Իտալիայի 5-րդ ամենաբանուկ օդանավակայանն է համարվում։ Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով Եվրոպայի ամենաբարձր հրաբխի վերջին ժայթքումը շարունակվում է 2750 եւ 2360 մետր բարձրությունների վրա գտնվող խառնարաններից։ Ժայթքումների հետևանքով առաջացել են լավայի մի քանի հոսքեր։ Այս ամառ Արևմտյան Եվրոպան պատուհասած շոկի ալիքները գերազանցել են հունիս-հուլիս ամիսների համար սահմանված միջին ջերմաստիճանի նախկին ռեկորդը, որը գրանցվել էր 2022 թվականին։ Ծայրահեղ շոկը սկսվել է դեռևս մայիսին եւ տարածաշրջանում նպաստել խոշոր անտառային հրդեհների բռնկմանը, երկարատև երաշտին եւ մի շարք երկրներում ջերմաստիճանի ազգային ռեկորդների սահմանմանը։ Կանխատեսումների համաձայն շոկի հետևանքով կարող են գրանցվել նաեւ հազարավոր մահվան դեպքեր։ Կլիմայական վիճակագրության համաձայն 2026 թվականը առայժմ աշխարհում երրորդ ամենաշոգ տարին է, զիջելով միայն 2024 եւ 2025 թվականներին։ Սակայն գիտնականները նշում են, որ պատկերը դեռ կարող է փոփոխվել։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 10-ին անցկացրել է խորհրդակցություն զինված ուժերում սպայական, ենթասպայական եւ սերժանտական կազմերի համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները նորագույն միջոցներով, կարիճ եւ լուսան զենիթային հրթիռային համալիրներով։ Առավել մանրամասն պատմում է տեսանյութը։ Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում մեկնարկում են համալիր պարապմունքները։ Զինծառայողները դաշտային պայմաններում ամրապնդում են մոտակա գործողության կարիճ զենիթահրթիռային համալիրների կիրառման փորձառությունը, ներդաշնակում են փոխգործակցությունը, կատարելագործում մասնագիտական հմտությունները։ Տվյալ դաշտային պայմաններում անցկացված պարապմունքները բարձրացնում են անձնակազմի գործնական գիտելիքները եւ նպաստում են, որպեսզի հաշվարկները կարողանան պատրաստականության աստիճանների գան ավելի սեղմ ժամկետներում։ Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցը համալրած կարիճ հակաօդային պաշտպանության համալիրները նախատեսված են ցածր թռչող ինքնաթիռների, ուղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման եւ ոչնչացման, կենսական նշանակություն ունեցող ռազմական եւ արդյունաբերական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Օդային հարձակամիջոցները գնալով կատարելագործում են։ Նրանք ավելի փոքր են դառնում, ավելի արագ գթած։ Ստորաբաժանման պատրաստության գործում կարևոր է յուրաքանչյուր նրբություն։ Զինծառայողները հերթով հակաօդային պաշտպանության համալիրները բերում են պատրաստության վիճակի, իրականացնում են պարապմունքի ծրագրով նախատեսված գործողությունները։ Կարիճ զենիթահրթիռային համալիրի կազմի մեջ նաև մտնում է կառավարման եւ հետախուզման մեքենան, որը կարողանում է հայտնաբերել մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ նշանակետեր եւ կարողանում միաժամանակ ղեկավարել 4 մարտական մեքենաներ։ Իդեպ, նորագույն այս զինտեխնիկան հիմնականում շահագործում են պաշտպան հայանյաց ծրագրի շահառուները։ Նրանցից մեկն էլ Գարիկ Խաչատրյանն է։ Թե ես, թե իմ զինակից ընկերները ամենօրյա կատարելագործելով գործունեությամբ ամեն ինչ անում ենք, որ բարձրացնենք բանակի պաշտպանունակությունը։ Պայմանագրային զինծառայողը վստահեցնում է, չնայած անցած կարճ ժամանակահատվածին արդեն իսկ գերազանց տիրապետում են հակաօդային պաշտպանության համալիրների կիրառման կարգին։ Մեր հրամանատարների աջակցությամբ սեղմ ժամանակամիջոցում տիրապետել ենք թե ես, թե իմ զինակից ընկերները տեխնիկային։ Տեխնիկաներ շատ բազմաթիվ հնարավորություններ ունի թե արտի ժամանակաշրջանում, թե հետագայի համար աշխատելու եւ կիրառելու համար։ Հանրապետության ներկայացում համալիր վարժանքներ են անցկացնում նաև հակաօդային պաշտպանության լուսան, զենիթային հրթիռային համալիրներով սպառազինված հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները։
Կառավարող ու սպասարկող օժանդակ մեքենաներից բաղկացած այս համալիրը նախատեսված է մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների եւ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի խոցման, զորքերի, խմբավորումների եւ կենսական նշանակություն ունեցող պետական ու ռազմական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Տեխնիկան ստացիոնար չի, կարող ենք շարժել, տարբեր դաշտային եւ եղանակային պայմաններում կատարել գործողություններ, կարող ենք միաժամանակ գործել եւ խոցել ավելի շատ ու տարբեր տեսակի նշանակետեր։ Համալրված լինելով ժամանակակից թվային ռադիոլոկացիոն կայանով եւ կառավարման ավտոմատացված միջոցներով, Լուսան զենիթառթիռային համակարգը ունակ է 120 կմ հեռավորությամբ հայտնաբերել մինչեւ 120 օդային օբյեկտ։ Ավտոմատացված ռեժիմում ուղեկցել մինչև 60 եւ միաժամանակ խոցել 16 թռչող օբյեկտ, 18 կմ բարձրությամբ եւ 25 կմ հեռավորությամբ։ Հանձնակազմը ուսուցանվել է արտերկրում, մենք մեր ուսուցումը շարունակել ենք դաշտային ելքերի, պարապմունքների հաշվին, որի արդյունքում էլ այսօր ունենք բարձր պատրաստված թե սպաներ, թե պայմանագրային զինծառայողներ։ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած քայլերի արդյունքում ձեռք բերված նորագույնս զինտեխնիկաների շնորհիվ Հայաստանի Հանրապետության օդային սահմանները դարձել են առավել պաշտպանված, քանի որ համալիրների ինտեգրումը հակաօդային պաշտպանության զորքերի կազմում հնարավորություն է ընձեռել արդյունավետ պայքար մղել ժամանակակից օդային հարձակման միջոցների դեմ եւ էապես բարձրացնել օբյեկտների հակաօդային պաշտպանության մակարդակը։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր, ծանոթանալու Հրշեջ փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։ Նախարարը վարչական նոր շենքում ծանոթացել է Հրշեջ փրկարարների աշխատանքային պայմաններին եւ ծառայության արդյունավետ կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին, կարևորելով անձնակազմի համար պատշաճ աշխատանքային միջավայրի ստեղծումը։ Մի շարք ուղղություններով տալով հանձնարարականներ նախարարը ընդգծել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի Հրշեջ փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել պատշաճ պայմաններում։ Firebird AI ընկերության հավակնոտ մեգա նախագիծը տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության AI գործարանը պաշտոնապես բացվեց Հրազդանի մերձակայքում։ Առաջին փուլում Firebird AI արհեստական բանականության գործարանում աշխատելու է շուրջ 100 մասնագետ։ Իսկ նախագծի ամբողջական իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ավելի քան 300 բարձր որակավորում պահանջող աշխատատեղ։ Հայաստանում պաշտոնապես գործարկվեց Firebird AI ընկերության հավակնոտ մեգանախագիծը տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության AI գործարանը։ Հրազդանի մերձակայքում գտնվող մեգա կենտրոնի գործարկումը ազդարարում է ընկերության գլոբալ AI հարթակի մեկնարկը։ Հայաստանը դիրքավորելով որպես AI հաշվարկային հզորությունների ռազմավարական կենտրոն։ Firebird AI ընկերությունն ԱՄՆ-ում եւ Հայաստանում հիմնված արհեստական բանականության անպային եւ ենթակառուցվածքային ընկերություն է։ Մեգանախագիծը մեկ հարկի տակ համախմբել էր բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում հավատարմագրված դեսպանների, համաշխարհային տեխնոլոգիական հսկա ընկերությունների, գիտական համայնքի ներկայացուցիչների, ներդրողների եւ ռազմավարական գործընկերների։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական բացման արարողությանը հանդես գալով ելույթով նշեց, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ արհեստական բանականության եւ տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ուղիղ 1 տարի անց Հայաստանն ունի ահա այսպիսի ծանրակշիռ արդյունք։ Երկար ժամանակ մենք կառավարությունում հրապարակային եւ ոչ հրապարակային քննարկում էինք արագության մասին մեր պատկերացումները փոխելու անհրաժեշտությունը եւ երբ նախորդ տարի Ռևլի Պարիցյանը, Ռազմիկ Հովակիմյանը, Ալեքսանդր Եսյանը պատմում էին մի տարվա նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում նման նախագիծ իրականացնելու իրենց մտադրության մասին, դա պետք է խոստովանել շատ տարօրինակ էր հնչում եւ անսովոր, բայց գոնե ես ցույց չէի տալիս իմ զգացողությունները
այդ առումով։ Եվ ահա այսօր մենք այստեղ ենք ճշգրիտ պայմանավորված տեղը եւ ժամին, իհարկե ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը նախագահ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովը եւ նրա արդյունքը էական նշանակություն ունեն, առանցքային նշանակություն ունեն այսօրվա իրադարձության համար։ Մեգանախագծի առաջին արդեն իսկ գործարկված փուլի ներդրումները գերազանցում են $500 միլիոն։ Մինչև 2027 թվականի վերջ գործարանի հզորությունները կընդլայնվեն, հասնելով ավելի քան 70,000 NVIDIA Blackwell եւ Vera Rubin չիպեր։ Նախագծի շրջանակում AI ենթակառուցվածքի հզորությունը կհասնի 300 մեգավատի, ինչի արդյունքում այն կդասվի Եվրոպայի խոշորագույն AI ենթակառուցվածքային հարթակների եւ աշխարհի ամենանշանակալի AI հաշվարկային կենտրոնների շարքին։ Firebird-ը համադրում է իր փորձառությունը NVIDIA-ի եւ առաջատարի ենթակառուցվածքային մատակարարների հետ ռազմավարական համագործակցությունը, Միացյալ Նահանգների կարգավորող դաշտի փորձառությունն ու ընդլայնող միջազգային ծրագրերի պորտֆելը։ Առաջիկա 2 տարիների ընթացքում ակնկալում ենք, որ մեր գլոբալ արհեստական բանականության ենթակառուցվածքային հարթակի ընդհանուր հզորությունը կհասնի մոտ 2 գիգավատի, զարգացող շուկաներին հնարավորություն տալով անմիջականորեն մասնակցել համաշխարհային արհեստական բանականության տնտեսությանը։ Քանի որ արհեստական բանականությունը դառնում է յուրաքանչյուր ժամանակակից տնտեսության հիմնարար ենթակառուցվածքը, երկրներին անհրաժեշտ են վստահելի գործընկերներ, որոնք կարող են արագորեն ապահովել անվտանգ եւ ընդլայնվող արհեստական բանականության հարթակներ։ AI գործարանի շինարարությունն իրականացվել է միջազգային բնապահպանական եւ էներգետիկ բարձրագույն ստանդարտներին համապատասխան։ Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով 6 ամիս առաջ տարածքում պարզապես շինհրապարակ էր, իսկ այսօր այստեղ գործում է տարածաշրջանի խոշորագույն AI գործարանը, որը Եվրոպայի ամենահավակնոտ AI ենթակառուցվածքային ծրագրերից մեկի հիմքն է։ Ինչպես տեղյակ եք, սա մեր առաջին փուլն է, այնինչ հայտարարել էինք 1 տարի առաջ, Ջենսեն Հուանգն էր հայտարարել Փարիզում, 1 տարվա ընթացքում այնինչ խոստացել էինք, այսօր իրականություն է, այսօր տեսակ ինչպես բացեցինք մեր առաջին փուլի 6144 NVIDIA Blackwell B200 չիպերի գործարանը, AI գործարանը, ինչը իհարկե կես միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում է առաջին փուլում եւ այսօր նաեւ հայտարարեցինք NVIDIA ընկերության ներդրման մասին Firebird ընկերությունում, ինչը նաեւ հիմա միջազգային մամուլում մեծ տարածում կստանա։ Բացի դրանից հայտարարում ենք Ղազախստանում Firebird-ի առաջի փուլի մեկնարկի մասին, քանի որ ԱՄՆ կառավարությունից ստացել ենք նաեւ արտահանման լիցենզիա Ղազախստան, այնտեղ նույնպես կկառուցենք նմանատիպ գործարան։ Առաջին փուլում Firebird AI արհեստական բանականության գործարանում աշխատելու է շուրջ 100 մասնագետ, իսկ նախագծի ամբողջական իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ավելի քան 300 բարձր որակավորում պահանջող աշխատատեղ։ Նախագծի տնտեսական արդյունավետությունն արդեն իսկ արտացոլում է պաշտոնական ցուցանիշներում։ 2026 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում առաջին անգամ հայտնվել է Firebird AI ընկերությունը, պետական բյուջե վճարելով 823 միլիոն դրամ հարկ։ Գործարանի հաշվարկային հզորությունները նախատեսված են սպասարկելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային օգտատերերին։ Եվ վերջում եղանակի մասին։ Առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով։ Օգոստոսի 10-ից 15-ը հանրապետությունը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ եւ սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։ Այս մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հայ հիդրոմետի կանխատեսումների համաձայն առաջիկա 5 օրերին օգոստոսի 10-ից 15-ին Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ եւ սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օգոստոսի 10-ից 11-ին օգոստոսի 9-ի համեմատ
Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով։ Երեկոյան ժամերին եւ գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հոտառատ եւ ցավոք հնարավոր է նաեւ կարկուտ ամպրոպների ժամանակ սպասվում է քամուշ գնացում մինչեւ 20-ից 25 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը Հայաստանի ամենաշոգ գոտիներում, որոնք են Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովիտները, ցերեկային ժամերին առաջիկա 5 օրերին չի գերազանցելու 33-ից 35 աստիճանով։ Այս թողարկման լրազամբյուղը այսքանով սպառված է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մինչ նոր հանդիպում։